Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, հարցս թերևս Տիկին Անդրեասյանին է ուղղված, խնդիրը բարձրաձայնել են մարզաբնակ, սակայն Երևանում գտնվող բուհերում սովորող ուսանողները, հանրահայտ է, որ տնտեսական վերջին դրական զարգացումները բերել են նաև անշարժ գույքի վարձակալության գների աճի, սակայն ցանկացած մեդալ երևի երկու կողմ ունի եւ դրա հետևանքով մի շարք ուսանողների մոտ, այսպես ասած, ավելացել է ուսանողական հանրակացարանների նկատմամբ պահանջարկը, սակայն որոշ բուհեր կամ չունեն հանրակացարան, կամ որոշակի պատշաճ վիճակում չեն գտնվում, խնդրեի Տիկին նախարար նշեիք կարճաժամկետում ինչ լուծումներ են տրվում, որովհետև թերևս երկարաժամկետում, որքան տեղեկացված եմ, խնդիրը լուծվում է, քանի որ ակադեմիական քաղաքում լինելու են համապատասխան ենթակառուցվածքներ, ժամանակակից ուսանողական հանրակացարաններ։ Շնորհակալ եմ։ Ընդհանուր առմամբ համակարգային խնդիր է եւ այո երկարաժամկետ կտրվածքով այդ հարցը լուծվելու է ակադեմիական քաղաքի շրջանակներում, որտեղ նախատեսված է ամբողջական համալիր, որտեղ նաեւ ուսանողների ու դասախոսների կեցության հնարավորություններ են լինելու։ Ինչ վերաբերում է այս պահի լուծումներին, կարող եմ ասել, որ գիտեք, մենք ունենք հանրակացարանային ենթակառուցվածք, Զեյթուն ուսանողական հանրակացարանը, որը այս պահին լավ վիճակում չի գտնվում եւ բյուջեով պլանավորված է դրա վերանորոգման աշխատանքները, որը թույլ է տալու կրկնապատկել այստեղ կեցություն ունենալու հնարավորությունը եւ եթե այս պահին շուրջ 200 ուսանողներ են կարողանում այստեղ իրենց կեցությունը ապահովել, ապա արդեն 400 ուսանողների համար սա կլինի նորմալ հանրակացարան, բայց նաեւ գիտեք մեր բուհերում տարեցտարի ավելանում է նաեւ օտարերկրյա ուսանողների թիվը եւ մեր ռազմավարության թիրախ է օտարերկրյա ուսանողների առնվազն կրկնապատկումը, ուստի առաջնահերթ մեր աշխատանքների թիրախում է ակադեմիական քաղաքի հետ կապված աշխատանքները տեմպով իրականացնելը, բայց ինչ վերաբերում է մեր մարզաբնակ ուսանողներին, պետք է հիշեցնեմ կառավարության եւս մեկ ծրագիր, որ այս սեպտեմբերից մեկնարկեց կրթաթոշակի նոր մոտեցումն է, որով մասնավորապես այս պահին մանկավարժական ուղղություններով, բնագիտական ուղղությունների ուսանողների համար ստեղծվել է առնվազն 70,000 դրամ ամսական կրթաթոշակի հնարավորություն, որը կարծում եմ թույլ կտա նաև նման սոցիալական խնդիրներին ուղղել այդ միջոցները եւ դա կընդլայնի նրանց հնարավորությունները կեցությունը ապահովելու։ Շնորհակալություն։ Արձագանք։ Շնորհակալ եմ Տիկին Անդրեասյան, ես խնդրեմ այնտեղ ես որքան տեղեկացված եմ որոշ բուհեր չունեն հանրակացարանային տարածքներ, այնպեսի հնարավորություն ստեղծել, որ բոլորը ունենան, սա մեկ եւ երկրորդը, եթե հնարավոր է մոտավոր ժամկետներ, ինչպես հասկացաք, արվեստի վերանորոգման գործընթացի մեջ ենք, մոտավոր ժամկետներ այդ process-ի ավարտի, եթե հնարավոր է։ Շատ լավ։ Նախ մենք ասեմ, որ պլանավորում ենք, որ Զեյթուն ուսանողական հանրակացարանը ինչպես որ այս պահին է գործելու է բոլոր բուհերի ուսանողների համար եւ բնականաբար բաց կլինի մեր ուրեմն տարբեր բուհերի ուսանողներին։ Ինչ վերաբերում է ժամկետներին, նախագծման գործընթացը արդեն ավարտվել է, մենք շինարարության մրցույթի փուլ պիտի գնանք եւ հունվարից արդեն ֆինանսավորումը պլանավորված է։